Հիմա շատ են ասում Գևորգ Սրբազանի մասին, ես քանի դեռ հոգևորական ներողության են որևիցե անվանարկում, որևիցե խիստ բառ չեմ ասի, բայց ուղղակի գնահատեմ արարքի մոտիվացիան։ Գևորգ Սրբազանին անձներ, որ 2018-19, երբ Մայրաթորի վեհափառի դեմ շարժում կար, առաջին շարքերում էր, եթե ոչ առաջինը, ըստ տեսագրությունները, այնտես երկեցվածքը գիտեմ, հա, այսինքն իր բնական վիճակը դա էր։ Առավել եւս, որ իր անձի հանդեպ բավականին այդպես ուսուցչի կարգավիճակ էր որդեգրել եւ կյանքում իրականացել վեհափար Հայրապետը։ Այդ անձի ստացած կրթությունը, մտերմությունը վեհափարի ընտանիքի քրոջ տղայի, որ հիմա նստած է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի հետ, շատ մտերիմ, հա։ Ինչպես ասում են, Մկրտիչ Սրբազանի մոր ձեռքից էլ հաց կերած։ Եվ իր կեցվածքը 18-19 շատ բնական էր, ընդդեմ բոլորյանց, ովքեր որ վեհափարի ու եկեղեցու դեմ են։ Բայց հատուկ ծառայությունները, այդ թվում նաև ցանկացած երկրի ներքին ծառայությունը, ինչպես է մարդկանց ստիպում անել այն, ինչ այդ մարդիկ չեն ցանկանա անել։ Ես չեմ կարծում, որ Գևորգ Սրբազանը այդպես 24 ժամվա ռեժիմում մտածում էր, թե ոնց պիտի դրսևորվի այս իմաստով, հա։